հրաշք, ու այս ամեն ինչը գիտեք, չէ, իմ ստեղծագործ մտքի, խոհարարական ստեղծագործ մտքի արդյունքն է։ Սամբուկ 4 հատ մեծ, այսենց տեսեք, այստեղ ինձ մոտ ուրեմն ջրի մեջ դրված հավն է, որը երեք գնել էի, կտրատել եմ մասերի, ամբողջական հավ չի իհարկե, մի քանի կտոր տարբեր հատվածներից, կտեսնեք, ինքը կտրատված է արդեն, բացի կրծքամսից, կրծքամիսը մի 3 մասի կբաժանենք ձեր հետ միասին, կարտոֆիլ է սենց անհրաժեշտ, ինչքան ասեմ, 800 գրամի չափ, մինչև 1 կիլոգրամ, մեկ հատ սող միջին, այսենց, մի փունջ թարմ համեմ, ստեղ իմ մոտ համեմունքներից ուրեմն խմելի սունելին է, 1 թեյ գթալ լիքը, սև պղպեղ կես թեյ գթալ, սև պղպեղը երբեք շատ մի օգտագործեք, կարա փչացնի ամեն բան, որքան էլ համեղ լինի, ու տոմատի մածուկ է մեզ նաև անհրաժեշտ լինելու, որը մենք բացելու ենք ջրով ու ավելացնելու ենք վերջում, ավելի մանրամասն։ Կցուցադրեմ, կհասկանաք ինչի մասին է խոսքը, հիմա առաջարկում եմ առանց ժամանակ կորցնելու արդեն հասնենք գործի։ Ուրեմն սկսում ենք սմբուկից, ընկերներ ջան, տեսնում եք իմ մոտ ստեղ ցանց է, փլավ քամիչ է կամ ցանկացած բանի համար կարող օգտագործեք ու ներքևը սովորական թաս։ Հիմա սկսում ենք սմբուկից, սմբուկը շերտատում ենք գրեթե ամբողջությամբ, ես մի փոքր թողելու եմ, շատ քիչ, ընդամենը սիրունության համար, ոչ ավել, այսենց շերտատում ենք, այսենց, ոնց որ միշտ մեկական օրինակ ցուցադրեմ, մնացածը առանց ձեզ արդեն, որ շատ ժամանակ չծախսվի։ Ես նկատում եմ, որ դուք շատ ուշադիր եք հետևում իմ տեսանյութերին, տեսեք փչացած ինչ-որ մաս կա, տեղում հեռացնում ենք, եթե էլի խորն է, էլի ենք հեռացնում, վերջ տեսակ, այսենց շատ մանրուքներին միշտ ուշադրություն դարձրեք, շարունակեմ միտքս, ես ուշադիր նկատում եմ, որ դուք ուշադիր հետևում եք իմ բոլոր տեսանյութերին, բավականին երկար, բայց աշխատում եմ ձեր ժամանակից չխլեմ, որպեսզի փոխադարձ հարգանք լինի իմ եւ ձեր հանդեպ։ Բաժանում ենք սմբուկը 2 մասի, նորից 2 մասի եւ քառակուսիների, այսենց քառակուսիների, տեսեք, միջին, շատ բարակ պետք չի, ուրիշ ձև է պետք չի, հաստ է պետք չի, եւ լցնում ենք այս ցանցի վրա, նորից, բաժանեցինք քառակուսիների, այսենց, ու լցնում ենք ցանցի վրա, մնացած 3-ը նույն ձևով, որից հետո ես ձեզ կցուցադրեմ աղ ենք անելու, որպեսզի ազատվենք դառնությունից, հիմա ես ավարտեմ ու անցնենք աղ անելուն։ Դե ինչ, ոնց նշեցի, հիմա աղն ենք անում, այսենց կես բուռ լցնում ենք վրայից, մի քիչ ավել, այսենց լցնում ենք, մի անհանգստացեք, շատ չի լինելու, նորմալ է, հիմա այսպես լավ մի հատ ներքևից վերևից խառնում ենք, այսպես հավեսով, որպեսզի աղապատվի ամբողջ կտրատված սմբուկը, որ ինքը սկսի հեղուկ արտադրել, քիչ-քիչ ու այդ հեղուկը կաթա ներքև, դնում ենք մի կողմի վրա ու անցնենք կարտոֆիլը կտրելուն, ինչ ենք անում, բաժանում ենք այսպես 2 մասի, հետո նորից 2 մասի, հետո նորից, այսպես քառակուսի կտորներ ենք ստանալու, միջին, եթե շատ մեծ է կարտոֆիլը, ավելի ենք մանրացնում, մեզ պետք է, որ միջին կտորներ ստանանք, որ լինի շատ սիրուն, համահունչ ընդհանուր ուտելիքին, ուտեստին, վերջում կհասկանաք ինչի եմ տենց ասում, հիմա սոխն էլ կտրենք, կարտոֆիլից անցանք, մնացած առանց ձեզ, բաժանում ենք ոնց որ միշտ նույն ձևով մանր կտորների, այսպես կտրում ենք, շերտատում ենք ու հակառակ կողմով բաժանում կտորների, այսպես մանրացնում ենք, սիրուն, հավեսով, ժողովուրդ ջան, դրսում աղմուկա կներեք, ոնց որ միշտ, ինձ թվում է արդեն սովորել եք այս ձեներին, ես մեղք չունեմ, պատուանը չեմ կարա փակեմ, շատ շոկ է։ Շարունակենք կտրել, մյուս մասը առանց ձեզ եմ կտրելու, որտև իմաստ չեմ տեսնում, նույն բանը
երկարացնել տեսանյութը, հիմա հերթը հավինն է, նախ կաշին հեռացնենք, այսենց, կաշին մեզ ընդհանրապես անհրաժեշտ չի, բաժանում ենք հավը միջին կտորների, հիմա ցույց տամ մնացած կտորները, այսենց տարբեր կտորներ ոնց ասեցի ու այսենց միջին կտորներ։ Դնենք առայժմ ջրի մեջ, հետո լավ լվանալու ենք այդ ամենը ու տապակենք։ Հիմա բերենք այս կողմ սոխը, որտեղ որ հավն է կտրատվել ու կանաչին ենք մանր կտրատում։ Կանաչին էլ կտրատեցինք, տեսեք իմ մոտ հիմա ստեղ ջուրը ու տոմատի մածուկ, ստեղ 2 ճաշի գթալ է, մի քիչ ավել։ Եկեք հենց ենք գցենք ջրի մեջ, հետո ես մի փոքր մասը կառանձնացնեմ ու կտեղափոխեմ էլի սառցախցիկ։ Հիմա շատ սառած է, չեմ կարա կտրեմ։ Դրա համար այսենց լուծում ենք ջրի մեջ, խառնում ենք սաղ իրար, որպեսզի այսենց մոտ 500 մլ-անոց տոմատի հյութ ստանանք։ Այս վերջում ենք էլի ավելացնելու, առայժմ դնում ենք մի կողմի վրա։ Հիմա մոտենանք կրակին, մի հատ մեծոտ թավա ենք վերցնում ու մեջը բուսայող կլցնեմ, հիմա մի քիչ, ոնց նկատում եք, ես բան եմ տապակել սրա մեջ, մի քիչ առաջ ուրիշ բան էի պատրաստում, որոշեցի միանգամից առանց ավելորդ թաս կեղտոտելու, թավա կեղտոտելու, հենց նույն թավայի մեջ էլ պատրաստենք հավը, որտեղ էլի հավ էի տապակում, այսպես կտոր դնում ենք հիմա բոլոր կտորները ու մեր նպատակն է կարմրացնել, լավ պետք է կարմրացնենք այս ամենը, բարձր կրակի տակ, պարտադիր չի ներսում լրիվ էփված լինի, դա այստեղ մեր խնդիրը, կրկնում եմ, շատ լավ կարմրացնելն է բոլոր կողմերից։ Այսենց շրջում ենք, մոտ 15 րոպե մեզ կպահանջվի այս ամեն ինչի համար, կամ 12-ից 15 մոտավոր, հստակ չեմ կարող ասեմ։ Այսենց շրջելով պարբերաբար լավ կարմրացնում ենք, կրկնում եմ, կրակը բարձր, ձեթը շատ, այսենց ժողովուրդ ջան, շրջում ենք էլի, մինչև ստանանք մեր համար անհրաժեշտ հարցունքը, ոնց նշեցի։ Միանգամից ասեմ, որ հավի մսին ես այս փուլում աղ չեմ ավելացնելու, կավելացնենք վերջում որպես ընդհանուր, որտեղ որևէ կարիք չկա ստեղ աղ ավելացնելու, եթե ցանկություն ունեք, կարաք սոյայի սոս ավելացնեք մի քիչ, որը աղի հենց բնական փոխարինիչն է, թողնում եմ ձեր հայցողությանը։ Վերջ ժամանակն է վերցնելու այս ամենը, այսենց կտոր հանենք, վերցնենք կրակի վրայից, միանգամից, այսենց, ու դնում ենք առայժմ մի կողմի վրա, անցնում ենք կարտոֆիլը տապակելուն, բայց միջև այդ մի քիչ է բուսայող լցնենք, մի քիչ է ձեթ լցնենք, որպեսզի լավ տապակվի կարտոֆիլը ու ավելացնում ենք կարտոֆիլը միանգամից, ասեմ, որ պլանավորում էի լիքը ձեթի մեջ տապակեի, որ տենց ֆրի տեսքով ստացվեր, բայց սենց է կստացվի, հաստատ եմ ասում, ու էլի մեր նպատակն է հատ-հատ, շատ լավ կարմրացնել ամեն կարտոֆիլի կտորը, հերթով հատ-հատ սենց շրջում ենք ու անդադ այս նույն գործողությունը կրկնում ենք, կրակը լրիվ նույնն է, բուսայողը շատ է, մեր նպատակն է մոտ 80%-ով կարտոֆիլը, որ պատրաստ լինի, սենց ասեմ, կարտոֆիլին ավելացնում ենք աղ, այսենց, 2 պտղունցի չափ, ավել պետք է չի, ու այսենց էլի 10-15 րոպե բարձր կրակով բոլոր կողմերից լավ ժարիտ ենք անում, լավ կարմրացնում ենք, այդ ընթացքում կրկնում եմ մեջից է կհասցնի, ինքը էփվի մոտ 70-80%-ով։ Հենց էդ էլ մեզ պետք է, որտեղ միևնույնն է, այս բոլոր բաղադրիչները վերջում եփման, շոգեխաշման պրոցես են անցնելու, հիմա կհասկանաք վերջում ինչ եմ ուզում ասեմ, համենայն դեպս ընդհանրապես կարմրացնում ենք հիմա, այսենց, հատ-հատ շրջում ենք, սիրուն բոլորը, այսենց, գեղեցիկ։ Հենց հասնում ենք այսպես լավ կարմիր
տեսքի, տեսեք, այսենց հրաշալի է, սիրուն, ախորժելի, ինչ ասամ, հենց սենց է կվերցնեիք ուտեի ամենը, բայց քանի որ սիրուն ուտեստ ենք պատրաստում, դրա համար պետք է համբերել ու ինձ թվում է 2-3 րոպեից արդեն կրակից վերցնել կարտոֆիլը, որտեղ լրիվ արդեն համապատասխանում է մեր ուտեստի պահանջներին, այսենց։ Ոնց ասեցի, այսենց հատ-հատ զգուշ վերցնում ենք, դնում ենք առանձին ափսեի մեջ ու էլի դնում ենք մի կողմի վրա, հլվոր ու անցնելու ենք սմբուկին, որտեղ ոնց հասկանում եք սմբուկն է մենակ մնացել, մեր մոտ մեկ է սոխը իհարկե, որ պետք է տապակվի շատ զգուշ ձևով, հիմա լցնում ենք սմբուկը, կարանք այրվենք, զգուշ ենք ելնում, շատ զգուշ, շատ տաք է ձեթը ու նույն ձևով խառնելով լավ կարմրացնում ենք, ոնց մնացածն ենք արել, տենց է անում ենք սմբուկը, բայց տարբերությունը այն է, որ սմբուկը արդեն չենք հեռացնելու, շուտով կհասկանաք, թե ինչ ենք անելու, հիմա հլվոր այսենց միջին կարմրության ենք հասցնում այս ամենը, լավ խառնում ենք պարբերաբար, կրակը էլի բարձր, ոնց նախորդները, տենց էլ սա։ Մի քիչ է բուսայով լցնենք, մի քիչ է ձեթ լցնենք։ Հիմա, ոնց նկատում եք, միջին կարմրության է հասել արդեն, ոնց ասի, միջին ձևով փափկել է, այդ նշանակում է, որ սոխը ավելացնելու ժամանակն է, ու հիմա արդեն իրար հետ ենք այս ամեն ինչը տապակում, մինչև սոխի լավ փափկելը։ Այսպես մի հատ կխառնենք, վախ, չեք պատկերացնի ինչ հոտեր են ընկել խոհանոցով մեկ, ես չեմ կարա նկարագրեմ, պետք է մոտավոր ով պատրաստել է, մոտավոր կհասկանա, ով չի պատրաստել, կպատրաստի կհասկանա, այլ ձևով չեմ կարա բացատրեմ, լավ խառնում ենք հիմա այս ամեն ինչը ու մի 3-4 րոպե չափ անդադ խառնելով այսպես տապակում ենք։ Մի 3-4 րոպեից ոնց ասեցի, եկեք մի հատ այսպես խառնենք, լստենայք, գրեթե կարմրել է ամբողջը, լավ է, սիրուն է, մեզ պետք չի, որ լիարժեք հիմա կարմրած լինի, որովհետև մենք հիմա ստեղ մնացած բաղադրիչներն ենք ավելացնելու, կիսաեպ, դրանք ոնց տեսնում եք կարտոֆիլն է ու հավի միսը, բայց միջև այդ համեմունքները կավելացնենք, այսենց կրկնում խմելի սունելին ու սև պղպեղը ու նոր կանցնենք կարտոֆիլը ավելացնելու, պատկերացնում եք ինչ համեղ է այս ամեն ինչը լինելու և հատ-հատ հատուկ սարքով ավելացնում ենք առանձին հավի կտորները, ներքևի ջուրը, ներքևի յութը որևէ դեպքում չենք ավելացնում ստեղ, որովհետև ինքը չեփված հավի յութն է, որը մենք թափում ենք, դա ոչինչի համար պիտանի չի։ Հիմա այս ամեն ինչը, այսինքն տեսականորեն բոլոր բաղադրիչները այսպես խառնելով մոտ ինչքան ասեմ 10 րոպե երևի, ամենաշատը 10 րոպեի չափ, արդեն միջին կրակով, սենց լավ եփում ենք, չենք եփում, ժարիտ ենք անում, տապակում ենք, արդեն իրար հետ այսպես պարբերաբար խառնելով, թող բոլոր համերը սենց միախառնվեն, սիրուն, ըմպիր, մենակ ստեղ նայեք ինչ տեսք է, հիանալի է պարզապես ու արդեն այս փուլում ավելացնում ենք մի քիչ աղ, ինչքան մոտ 2-3 պտղունց ոչ ավել, որովհետև բոլորի վրա բացի մսից աղ արել ենք, դրա համար քիչ ենք ավելացնում, շատ զգուշ ենք լինում աղի հետ, եթե շատ ավելացնենք, գիտեք կփչանա ամեն ինչ, մեզ ընդհանրապես դա անհրաժեշտ չի, այսպես խառնում ենք հավեսով, սիրուն, տապակում ենք ոնց ասի մինչև 10 րոպե, ոնց նկատում եք բոլոր բաղադրիչները իրենց տեսքը պահպանել են,
եղեք ուշադիր, սա փաստ է։ Հիմա մոտ 10 րոպե անց մի հատ էլ կխառնենք այս ամենը ու մեզ մնացել է ստե ավելացնել ջրով բացած տոմատի մածուկը, այսպես ավելացնում ենք, կրկնում եմ մոտ 500 մլ է ջուրը, ավել պետք չի, մենք ապուր չենք եփում, ընդհանրապես շոկ է խաշում ենք այս ամեն ինչը իրար հետ, մի հատ էլ այսպես խառնենք, սիրուն, տոմատի մածուկը, տոմատի յութը խառնվի մնացածի հետ, ստեղ նայեք հլը, վախ, այսպես խառնում ենք, հիմա կփակենք կափարիչով ու ընդհանուր առմամբ 20-25 րոպե շոկ է խաշելու ենք այս ամենը, պարբերաբար ես կբացեմ, կխառնեմ, ձեզ ցույց կտամ ու կխոսանք մնացածի մասին։ Ահա, մոտ 4-5 րոպե անցել է, նայեք ինչ սիրուն է, խառնենք այսպես մի հատ, տեսնում եք ինչ սիրուն է, ախորժելի է, այս ամենը, վայ չուտող ինձ տեն ասել, ու ընդհանուր առմամբ բաղադրիչներից մեզ մնացել է մենակ կանաչեղենը կտրատված, հետ էլ ոնց նշեցի սկզբում ավելացնելու ենք ամենավերջում, հիմա ես սա ծածկում եմ ու անցնում ենք Վիկտորինային, հաղթողի անունն եմ նշելու և նշելու եմ մրցանակը, սենց ասեմ։ Դե ինչ հարգելի ընկերներ, մինչ եփվում է զանգվածը, ասեմ, որ իմպրովիզ է սա, կրկնեմ նորից և ինքս չգիտեմ, թե ինչ է ստացվելու, բայց համոզված եմ, որ անչափ համեղ է այս ամենը ստացվելու։ Դե ինչ հարգելի ընկերներ, հարգելի հետևորդներ, 20 րոպե անցել է ուղիղ, նայեք, հրաշք թանձրացել է այս ամեն ինչը, բառեր չունեմ, որ նկարագրեմ, խառնում ենք նորից, այսպես հրաշք, ու այս ամեն ինչը գիտեք, չէ, իմ ստեղծագործ մտքի, խոհարարական ստեղծագործ մտքի արդյունքն է։ Ես հորինել եմ այս ուտեստը իմ գլխում երեք ու որոշել եմ այսօր փաստացի ներկայացնել ձեր ուշադրությանը և հավատում եմ, որ ձեզ դուր է գալու։ Դժվար թե կգտնվի մեկը, ում դուր չի գա այս ամեն ինչը։ Մի քանի րոպե ենք շոկ է խաշում, ավելացնում ենք կանաչին ու անջատում ենք։ Ահա, այս էլ վերջնական տեսքը իրա, լիարժեք հաշված, տեսեք հեղուկը։ Հրաշք, ավելացնում ենք կանաչին, ոնց նշեցի։ Ահա, մի հատ այսենց հիմա դնեմ տախտակը ու լավ մի հատ խառնենք, արագ ձևով, այսպես, տարածենք կանաչին ամբողջ ուտեստով մեկ, այսպես, սիրուն, ընտիր, վերջ, հիմա անջատում ենք, կանաչին չենք եփում, ու մի անգամից լցնում ենք ափսեի մեջ ու մատուցում։ Դուք մենակ ստեղ նայեք, տեսքին նայեք, տեսքը շատ քիչ է, դուք պետք է այս ամենը փորձեք, մենք արդեն անհամբեր ենք, գնում ենք վայելելու, ինձ էլ է շատ հետաքրքիր թե ինչ է ստացվել, բայց հոտից արդեն ու տեսքից հասկանում եմ, որ ստացվել է այն, ինչ ուզում էի։